Ես Մարիամ Ոսկանյանն եմ։ Կապան քաղաքից Սյունիքի մարզ։ Ես Սերգեյ եմ, Արմավիրի մարզից եմ։ Կոտայքի մարզ քաղաք Հրազդանից։ Ֆորումին մասնակցում եմ այս տարի առաջին անգամ։ Հայաստանի 10 մարզերից 150 երիտասարդներ մասնակցեցին այս տարվա երիտասարդական ֆորումին, ստեղծելու համար կապեր, որոնք կփոխեն իրենց ու համայնքի կյանքը։ Ֆորումը մեկնարկեց նախորդ տարվա արդյունքների ամփոփմամբ եւ այս տարվա նպատակների ձևակերպմամբ։ Այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսավորմամբ, Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության եւ այս տարի առաջին անգամ նաեւ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության կողմից։ Սա մեզ համար առաջին հերթին ձեր հետ խոսակցության հարթակ է, ձեզ լսելու եւ ձեր հետ միասին նաեւ վաղվա օրվա մեր աշխատանքը կազմակերպելու հարթակ է։ Միևնույն ժամանակ այն ստեղծում է նոր հնարավորություններ եւ երիտասարդների, թիմերի ու պետության առաջ նաեւ առաջացնում է նոր պատասխանատվություն։ Հնարավորություն ընձեռելով քննարկելու այսօր Հայաստանում երիտասարդության առջև ծառացած հիմնական մարտահրավերները եւ իհարկե տրանսլուծման հնարավոր ուղիները։ Այս տարվա մասնակցության համար եղել է շուրջ 600 հայտ, ընտրված 150 երիտասարդական աշխատողներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները 3 օր շարունակ քննարկեցին երիտասարդների առջև ծառացած մարտահրավերները, Հայաստանի երիտասարդական քաղաքականության գերակայությունները եւ պետությունից ու թիմերից իրենց ակնկալիքները։ Մեր երիտասարդները միասին կքննարկեն շատ կարևոր թեմաներ, ինչպիսիք են երիտասարդական աշխատանքը, մասնակցությունը, ինչպիսիք են դիցուկ կամավորությունը եւ շատ այլ հարցեր կամ ինչպես համագործակցել, ինչպես թիմային աշխատանք տանել, սրանք շատ կարևոր թեմաներ են, ընդհանուր միջև մասնակցային բյուջետավորում։ Երկխոսության բացն է, որ շատ հաճախ համայնքներում խնդիրները դարձնում է անլուծելի եւ մենք մեր պրակտիկայով արդեն հստակ ֆիքսել ենք, որ առհասարակ խնդիրները դառնում են լուծելի եւ երբեմն նաեւ շատ հեշտ լուծելի, երբ որ տեղի ունենում երիտասարդի եւ որոշում կայացնողի հանդիպում եւ արդյունքում երկխոսություն ինչն էլ ծնում է լուծումներ։ Ֆորումի ընթացքում մասնակիցները աշխատեցին 7 տարբեր աշխատարաններում, վերհանելով մարզային խնդիրները։ Կլաստերավորելու ենք հիմնական են խնդիրները, որոնք ամենաշատ եւ ամենաառաջնայինն են, եւ այդ խնդիրների հիման վրա հենց մասնակիցները արդեն տարբեր ներգրավվածությամբ, համայնքային աշխատողներ, երիտասարդներ, հասարակական դաշտի ներկայացուցիչներ միասին առաջարկելու են այն կարևորագույն լուծման ուղիները, որոնք մենք ավելի ուշ արդեն դարձնելու ենք զեկույցի տեսքով եւ որպես առաջարկությունների փաթեթ ներկայացնելու ենք տարբեր գերատեսչությունների, մասնավորապես կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որը Հայաստանում երիտասարդական քաղաքականության լիազոր մարմին։ Երիտասարդներից շատերի համար սա առաջին մասնակցությունն էր եւ ակնկալիքները մեծ էին։ Կարծում եմ բոլոր համայնքներն էլ տեղ ունեն աճելու ու երիտասարդների խոսքը շատ կարևոր է այդ հարցում։ Համայնքում կան մի շարք խնդիրներ, որոնք սահմանափակում են երիտասարդներին իրենց գործունեությունը ծավալել։ Կան երեխաներ, որոնք ընդհանրապես տեղեկացված չեն ոչ ֆորմալ կամ ֆորմալ կրթություններից։ Համայնքում մշակութային կյանքը զարգացած չէ։ Իմ շարժառիթը ֆորումին մասնակցելու երիտասարդական աշխատանք մասնագիտության մասին իրազեկման բարձրացումն է։ Երիտասարդների բավականին մեծ մասան այդքան էլ հետաքրքրված չէ տարբեր ծրագրերով ու հատկապես կամավորություններով։ Կոնկրետ երիտասարդական ֆորումից նպատակ ունեմ տանել նոր փորձեր, նոր ծանոթություններ, Հայլ դնենք դեպի Հայաստանի Հանրապետության երիտասարդության համար լուսավոր ապագա։ Խոսքից գործ անցնելու հարցում Ժաննա Անդրեասյանն իր անվերապահ վստահությունն է հայտնում։ Այն որ եթե խոսենք, ապա նաեւ լուծենք չեմ կասկածում, որովհետեւ նաեւ մեր գործունեության վերջին տարիները դրա ուղղակի վկայությունն են։ 3 օր տևած քննարկումներին կհաջորդի երկարաժամկետ աշխատանք պետական օղակներում դրանք օրակարգային դարձնելու համար։ Ֆորումն իրականացվում է ԵՄ հանուն երիտասարդների ներգրավում եւ հզորացում ծրագրի, ինչպես նաեւ երիտասարդները գործելիս Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է World Vision Հայաստանի եւ մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։ Եվրոպայի խորհուրդը մեր տունն է, որտեղ մենք հասցե ենք ստանում որպես ժողովրդավարական պետություն։ Այս մասին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշել է, որ վերջին տարիներին ՄԻԵԴ-ը կարևոր որոշումներ է կայացրել 2008 թվականի մարտի 1-ի հետևանքով անազատության դատապարտված քաղաքական գործիչների վերաբերյալ։ 2008 թվականի մարտի 1-ին ես ընդդիմության շարքերում էի, հետո ստիպված էի ընդհատակ անցնել
հետո կամավոր կերպով դուրս գալ ընդհատակից, որից հետո կալանավորվեցի եւ դատապարտվեցի 7 տարվա ազատազրկման։ Այդ ողջ ընթացքում ես ինքս անհամբերությամբ էի սպասում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանից եկող լուրերին։ ԵԽԽՎ-ում հնչող ելույթներն ու ընդունվող բանաձևերը մեզ Հայաստանում ժողովրդավարության համար պայքարողներիս հույս էին տալիս եւ ուժ։ Չեմ մոռանա այն օրը, երբ բանտում ինձ այցելեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը։ Ի վերջո 2011 թվականին բանտից ազատ արձակվեցի հենց Եվրոպայի խորհրդի ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետևողականության շնորհիվ 7 տարվա փոխարեն անազատության մեջ մնալով 1 տարի 11 ամիս։ 2018 թվականի մայիսին, երբ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը եւ հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձա, մարդու իրավունքների եվրոպական դատարանը իմ գործով դեռ վճիռ չէր կայացրել եւ շարունակում էի անհամբերությամբ սպասել դատարանի վճռին, ում դիմել էի դեռ 2010 թվականին։ Վարչապետի պաշտոնում ինձ համար մի այդ վճիռը ավելի մեծ կարևորություն ստացավ, որովհետև մի այդը, եթե որոշեր, որ 2009 թվականին Հայաստանում իմ դեմ կայացված դատավճիռը անարդար էր, դա իմ գործը վերանայելու այնպիսի հիմք կտար, որ ոչ ոք չէր կարողանա ասել, թե վարչապետի իմ կարգավիճակի պատճառով է, որ նման վճիռ է կայացվել, եւ արդարությունն ու արդարադատությունը կլինեին լեգիտիմ։ Եվ բարեբախտաբար այդպես էլ եղավ։ Մեդի վճիռը լիովին լեգիտիմ եւ անառարկելի դարձրեց իմ հետագա արդարացումը Հայաստանի դատարանում։ Այս նույն ձևով արդարացվեցին նաեւ Հայաստանի բազմաթիվ այլ նախկին քաղբանտարկյալներ։ Այս ամենը ասում եմ ոչ միայն կամ ոչ այնքան իմ շնորհակալությունը արտահայտելու, որքան ի ցույց դնելու համար, որ Եվրոպայի խորհուրդը եւ նրա կառույցները Հայաստանի պետական ինստիտուտների օրգանական շարունակությունն են։ Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարական հաստատությունների ամրապնմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության հեռանկարները։ Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների հանձնակատարի գործունեությունը եւ ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնման ոլորտներում։ Մայքլ Օֆլահերթին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւ ժողովրդավարության ամրապնման ուղղությամբ իրականացված հետեւողական քայլերը, ընդգծելով, որ դա նպաստում է քաղաքացիների հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը։ Կողմերը քննարկել են նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, շեշտելով Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջև շարունակական ու կառուցողական երկխոսության կարեւորությունը։ Ոչ բան չեմ զգացել։ Այդ օրը մի անգամից ինֆարկտը խփեց ու 50 տարի ծխելուց հետո 70-ամյա Գևորգը մի ակնթարթում հրաժարվել է վնասակար սովորությունից։ Հանկարծահաս ինֆարկտ ու ախտորոշում ողջ կյանքի համար, սրտի անբավարարություն։ Այս իրականությունն արդեն 5 տարի է թելադրում է կենսակերպի առավել առողջ կանոններ։ Եթե այդ տարիքից հետո մարդը մի երկու անգամ գնա հետազոտման, միգուցե ինչ-որ բան հայտնաբերեն ու կանխարգելիչ գործողություններ անեն։ Իմ կյանքի միակ սխալը եղել է, որ ես սկսել եմ ծխել։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի երկրների մեջ գրավում է առաջատար դիրք ծխախոտամոլության տարածվածությամբ։ Մենք առաջին տասնյակում ենք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում տարեկան ավելի քան 18 միլիոն մարդ է մահանում սրտանոթային հիվանդություններից։ Հայաստանում ցուցանիշի նվազեցման համար պետությունը կիրառում է երաշխավորված անվճար բուժօգնության ծրագրեր, որոնք արդեն փրկել են հազարավոր կյանքեր։
ամենակարևորը պետք է նշեմ սրտամկանի ինֆարկտի պետական պատվերը, որ արդեն գործում է 10 տարի, յուրաքանչյուր տարի այդ ծրագրով անցնում են մոտ 2500-2700 շահառուներ։ Այս տարվա օգոստոսի 1-ից ընդլայնվեց ծրագիրը եւ շահառուների ցանկը ավելի կմեծանա եւ մեծանում է եւ ավելի շատ մարդիկ անվճար կվիրահատվեն սրտամկանի ինֆարկտի սուր շրջանում։ Սա շատ կարևոր է, որովհետեւ առաջին հերթին հենց այս միջոցառումները նպաստեցին հոսպիտալային, հիվանդանոցային մահացությանը սրտամկանի ինֆարկտից Հայաստանի Հանրապետությունում, այն այս 10 տարիների ընթացքում կարելի ասել մոտ կրկնակի իջավ։ Ծխելը թողնելուց 1 տարի անց կիսով չափ նվազում է սրտի իշեմիկ հիվանդությունների ռիսկը։ 5-ից 15 տարիների ընթացքում զգալիորեն նվազում է կաթվածի ռիսկը։ 15 տարի անց սրտի իշեմիկ հիվանդությունների հավանականությունը նույնքան է, որքան եւ չծխողների մոտ։ Ծխելը թողնելը արդեն 6 ամիս հետո նրա հիվանդության պրոգնոզը կտրուկ բարելավում է։ Եվ տարիներ հետո, եթե նա չի շարունակում ծխել, ընդհանրապես նրա պրոգնոզը սկսում է հավասարվել չծխողների պրոգնոզի։ Սրտի առողջության համար կարևոր են նաև աղի չափավոր օգտագործումը, ալկոհոլի սահմանափակումը, արյան ճնշման, խոլեստերինի եւ քաշի վերահսկումը, ինչպես նաև սթրեսի կառավարումը։ Այս հիմնական գործոնները վերահսկելով հնարավոր է կանխել սրտանոթային հիվանդությունների ճնշող մեծամասնությունը։ Շատ դժվար է ծխել թողելը, բայց ես մի բան եմ ասում, որ հետո ինքս պետք է ստիպած թողել։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Օրակարգում են եղել Մերձավոր Արևելքում զարգացումները եւ Գազայի հատվածում խաղաղության հաստատումը։ Նախքան երկկողմ բանակցություններ անցկացնելը ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետի ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ։ Երկու երկրի հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածել էր Դոհայում Համասի պատվիրակությանը, ինչի հետևանքով զոհվել էին Պաղեստինյան շարժման ներկայացուցիչներ եւ Կատարի անվտանգության ծառայության 1 աշխատակից։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնել են եռակողմ մեխանիզմ ստեղծել ընդլայնելու գործակցությունը, բարելավելու հաղորդակցությունը, լուծելու առկա տարաձայնությունները եւ խուսափելու հնարավոր վտանգներից։ Բենյամին Նեթանյահուն ափսոսանք է հայտնել, որ Իսրայելը խախտել է Կատարի ինքնիշխանությունը եւ հավատացրել, որ նման բան չի կրկնվի։ Վարչապետ Ալ-Թանին պատրաստակամություն է հայտնել շարունակելու նպաստել տարածաշրջանում անվտանգությանը եւ կայունությանը։ Այնուհետև Դոնալդ Թրամփը եւ Բենյամին Նեթանյահուն փակ ձևաչափով քննարկումներ են վարել։ Համատեղ մամուլի ասուլիսում Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ աջակցում է Գազայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ նախագահի ծրագրին։ Նրա խոսքով ամերիկյան տեսլականը համապատասխանում է Իսրայելի ռազմական նպատակներին։ Այս ծրագիրը նախատեսում է գերիների վերադարձ, Համասի ռազմական ներուժի չեզոքացում, Գազայի ապառազմականացում։ Նաև երաշխավորվում է, որ Գազան այլևս երբեք չպետք է սպառնալիք ներկայացնի Իսրայելի համար։ Մենք կստանձնենք տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը, եւ վերջապես Գազան կունենա խաղաղ քաղաքացիական վարչակազմ, որը չեն ղեկավարի ոչ Համասը, ոչ Պաղեստինի ինքնավարությունը։ Նեթանյահուի խոսքով սա լուրջ քայլ է դեպի խաղաղություն ամբողջ Մերձավոր Արևելքում։ Նա նախազգուշացրել է, եթե Համասը մերժի ամերիկյան ծրագիրը, Իսրայելն իր գործն ավարտին կհասցնի ինքնուրույն։ Դոնալդ Թրամփը եւս հույս է հայտնել, որ Համասը կընդունի Սպիտակ տան առաջարկը եւ 72 ժամում կվերադարձնի գերիներին, ինչը ԱՄՆ նախագահի խոսքով կնշանավորի պատերազմի անհապաղ ավարտը։ Եվ խոսքը ոչ միայն Գազայում պատերազմի մասին է։ Ծրագրի համաձայն արաբական եւ մուսուլմանական երկրները պարտավորվել են հնարավորինս արագ ապառազմականացնել Գազան, չեզոքացնել Համասի եւ ահաբեկչական բոլոր կազմակերպությունների ռազմական ներուժը, եւ ես տեսնում եմ, որ Համասը նույնպես ցանկանում է դա անել։ Մեր նպատակներին հասնելու համար առաջարկվում է ստեղծել միջազգային վերահսկողական նոր մարմին, խաղաղության խորհուրդ, որն արաբական աշխարհի եւ Իսրայելի խնդրանքով կգլխավորեմ ես։ Թրամփը տեղեկացրել է, որ Նեթանյահուի հետ քննարկել են նաև Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնման հարցը։ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ ապագայում դրանց կարող է միանալ նաև Իրանը։ Նեթանյահու-Թրամփ հանդիպումից հետո Սպիտակ տունը հրապարակել է Գազայում հակամարտությանը վերջ դնելու 20 կետից բաղկացած համապարփակ ծրագիրը եւ իսրայելական ուժերի դուրսբերման քարտեզը։ Դրանում ի թիվս այլնի նշված է.
Գազան կվերակառուցվի հանուն այնտեղ ապրող ժողովրդի բարօրության, եթե երկու կողմն էլ ընդունի այս առաջարկը, պատերազմն անմիջապես կավարտվի։ Իսրայելական ուժերը դուրս կբերվեն դեպի համաձայնեցված գիծ պատանդների ազատ արձակմանը նախապատրաստվելու համար։ Այս ընթացքում ռազմական բոլոր գործողությունները կդադարեցվեն, առաջնագծերը կսառեցվեն մինչև իսրայելական ուժերի փուլային դուրսբերման համար պայմանների ստեղծումը։ Բոլոր պատանդների վերադարձից հետո Իսրայելը կազատի 250 ցմահ բանտարկյալի, ինչպես նաև Գազայի 1700 բնակչի, այդ թվում կանանց եւ երեխաների, որոնք ձերբակալվել էին հոկտեմբերի 7-ից հետո։ Նշվում է, որ բոլոր պատանդների ազատ արձակումից հետո Համասի այն անդամները, որոնք կպարտավորվեն վայր դնել զենքը, համաներում կստանան, իսկ այն անդամները, որոնք կցանկանան լքել Գազան, կստանան դրա հնարավորությունը։ Ըստ ամերիկյան ծրագրի համաձայնության հասնելու պահից Գազա ամբողջ ծավալով հումանիտար օգնություն կուղարկվի։ Գազան ժամանակավորապես կկառավարի ապաքաղաքական կոմիտե, որը բաղկացած կլինի պաղեստինցիներից եւ միջազգային փորձագետներից, կմշակվի Գազայի վերակառուցման, տարածաշրջանի աշխուժացման եւ ներդրումների ապահովման Թրամփի տնտեսական զարգացման ծրագիրը, կստեղծվի տնտեսական հատուկ գոտի արտոնյալ սակագներով, ոչ ոք ստիպված չի լինի լքել Գազան, ապառազմականացման գործընթացը կիրականացվի անկախ դիտորդների վերահսկողության ներքո, Վաշինգտոնը կգործակցի արաբական եւ միջազգային գործընկերների հետ ստեղծելու միջազգային կայունացման ժամանակավոր ուժեր, որոնք անմիջապես կտեղակայվեն Գազայում։ Այդ ուժերը կաջակցեն պաղեստինյան ոստիկանական ուժերին եւ կծառայեն որպես ներքին երկարաժամկետ անվտանգության երաշխիք։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Իսրայելը չի օկուպացնի կամ չի բռնակցի Գազան, իսկ երբ միջազգային կայունացման ժամանակավոր ուժերը վերականգնեն կայունությունը, իսրայելական ուժերը դուրս կբերվեն։ Սակայն Իսրայելը ներկայություն կպահպանի անվտանգային գծի երկայնքով, մինչև Գազան այլևս վտանգ չսպառնա տարածաշրջանին եւ հարևաններին։ Այս բարեփոխումների արդյունքում կարող են պայմաններ ստեղծվել պաղեստինյան ինքնորոշման եւ պետականության համար։ Իսրայելական եւ պաղեստինյան կողմերի միջև Վաշինգտոնի աջակցությամբ երկխոսություն կհաստատվի համաձայնության գալու խաղաղ եւ բարգավաճ համակեցության հասնելու համար։ Մի շարք երկրներ, այդ թվում Կատարը, Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ինդոնեզիան, Պակիստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իտալիան ողջունել են Գազայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ջանքերը, ընդգծելով այդ ճանապարհին Միացյալ Նահանգների հետ գործակցելու կարևորությունը։ Համասից հայտնում են, որ դեռևս չեն ստացել Դոնալդ Թրամփի ծրագիրը, սակայն ըստ առկա տեղեկությունների համոզված են, որ այն իսրայելամետ է։ Ըստ պաղեստինյան շարժման ներկայացուցիչ չեն ընդունի որևէ առաջարկ, որը չի երաշխավորի պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը։ Մայրաքաղաքային եւ մարզային լրատվամիջոցներ ներկայացնող 10 լրագրողներ երկօրյա շրջայցով Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Գավառ համայնքներում են։ Լրագրողական շրջայցն իրականանում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ։ Շփվել ենք բնակիչների հետ, տեղական կառավարման, ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, որպեսզի ավելի մանրամասն հասկանանք ինչ խնդիրներ իրենք ունեն։ Այս տարվա թեմատիկան ընտրվել է ժողովրդագրական հիմնահարցերը։ Յուրաքանչյուր տարի տարբեր թեմատիկա ենք ունենում։ Մի բնակավայրից մյուսը կան բազմաթիվ նման եւ շատ տարբեր խնդիրներ ու կարիքներ հասցրել են արձանագրել լրագրողները։ Համայնքների բնակիչների հետ զրույցներից ստացած տեղեկություններն են քննարկում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։ Կազմակերպվում է մամուլի ասուլիս, լրագրողներին հնարավորություն տալով մարզպետին հղել իրենց հուզող հարցերը։ Դրանցից բնականաբար սոցիալ-տնտեսականն է, միգրացիան է եւ նաեւ առողջապահական խնդիրներն են, օրինակ անառողջ վարվելակերպերը, տարեցների հարցերը, երիտասարդների եւ հենց այս թեմատիկայով մենք հավաքել ենք մեր սիրելի լրագրողներից խումբ, որը որ այս երկու օրերի ընթացքում իրականացնում է իրենց, կարելի է ասել, հետաքննությունը կամ ուսումնասիրությունը տեղում եւ դրա արդյունքում ծնվելու են նյութեր, որոնք հրապարակվելու են բոլորի համար։ Տարբեր մարզեր լրագրողական ամենամյա շրջայցերի այս տարվա խորագիրը պայմանավորված է անցյալ տարի Հայաստանում ժողովրդագրական ռազմավարության ընդունմամբ, որի մշակման փուլում մարզերում առավել խոշոր խնդիրներ վերհանելու ուղղությամբ ուսումնասիրություններ է կատարել նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը։ Որոտնավանքից է սկսվում Լորաձորի հոգևոր կառույցների ուղին։ Լորում ամիսներ առաջ էր օծվել սահյանական քարափներին նայող ծառու Սուրբ Հովհաննեսը։
Սեպտեմբերի 27-ին հավատավոր ժողովուրդը հավաքվել էր դարբասի Նորաշեն Սուրբ Ստեփանոսի մոտ։ Չնայած անձրևոտ եղանակին խաչերթով ու շարականներ երգելով հասներ լոր մասնակցելու Սուրբ Գևորգի վերահսկմանը։ Եկեղեցին կառուցվել է 1666 թվականին։ Ինքը Սուրբ Գևորգ եկեղեցին է։ Եկեղեցին սովետական տարիներին օգտագործվել է որպես պահեստ։ Կոլխոզի պահեստ է եղել, անշուք վիճակում, համարյա թե արդեն ավերակի էր վերածվում։ Եկեղեցու գմբեթն էլ կառուցվել է 1700-ական թվականներին, եկեղեցուց առանձին է կառուցվել հետագայում։ Կա նաև Սուրբ Սարգիս եկեղեցին, որը նորից պետք է վերանորոգվի։ Ինձ թվում է սրանից հետո մենք ներառենք այդ տուրիստական, քանի որ ունենք տուն թանգարան, եկեղեցիներ, այցելուներ կան, առանցին էլ կան, այդ ուխտավորներ կան, սրանից հետո ավելի կշատանան։ Կներառենք թանգարանների պատմության մեջ, կներառենք տուրիստական կազմակերպությունների մեջ այցելուները կավելանան։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո Լորեցի Միքայել Արամյանն է նախաձեռնել գյուղի կենտրոնում գտնվող պահեստի վերածված եռանավ բազիլիկ եկեղեցու նորոգումը։ Գյուղացիները սիրով են միացել։ Իհարկե մանկության հիշողությունները շատ կարևոր են, երբ տեսնում ես եկեղեցին ու գիտես, որ այնտեղ շատ կա ցորեն, բայց քեզ բացատրում են ինչ է եկեղեցին եւ դու սկսում ես հասկանալ։ Եվ այդ օրվանից ես հիշում եմ, թե ինչպես էր հայրս ասում, որ անպատճառ յուրաքանչյուր համայնքում մարդիկ պետք է ունենան իրենց եկեղեցին, ինչու, որովհետեւ ինչու պետք է դա վերականգնել, որ մարդիկ պետք է կարողանան ունենալ այնտեղ, որտեղ հոգեվորի Աստծո հետ կկարողանան հաղորդակցվել։ Յուղի բնակչությունը տարեցտարի պակասում է։ Տեղացիները հույս ունեն, որ մի օր Լորը կվերագտնի երբեմնի աշխուժությունը։ Հիմա այստեղ միայն ամռանն ու նման առիթների ժամանակ է մարդաշատ։ Մանուկ հասակում որ եկել ենք, այստեղ հավաքատեղն է, էլի գյուղի էս եկեղեցու բակը, գիտեք, տեսել եք այստեղ։ Նստում էին եւ անդադար ասենք եկել ենք, մտել ենք, նայել ենք, ժամանակին իհարկե պահեստ է եղել, հիշում եմ, որ մտնում էինք ներսում պահեստի համար պատրաստած էր, այդ սովետական տարիներն եմ ասում էլի, բայց հետո դե կամաց վերականգնվեց եւ ասեմ, որ Սիսիանի տարածաշրջանում ամենալավ պահպանված եկեղեցիներից մեկն էր եւ Փարքասու վերանորոգվել է արդեն եւ անպայման իր նպատակին կծառայի։ Ես համոզված եմ, որ մարդիկ անպայման կգան։ Թյուր կարծիք կա, որ մենք զանգեզուրցիներս կրոնից հեռու ենք, բայց լինելով այստեղ ես կարող եմ փաստել հակառակը, որ հակառակ։ Այստեղ հենց Աստծո մեծ զորությունը կա։ Տեսեք, դեռևս 5-րդ դարից եկած, հա, մենք եկեղեցիներ ունենք, սրբատեղիներ ունենք, անգամ գյուղի ծայրամասերում կան արդեն իսկ կիսախարխուլ վիճակում գտնվող եկեղեցիներ ու սրբավայրեր, որտեղ երիտասարդները, աշակերտները հաճույքով են գնում ու յուրաքանչյուր հյուրի առաջարկում են լինել նաև փոքրիկ խաչում, որի գմբեթը գրեթե չի երևում։ Այսինքն իսկապես այո, այստեղ կա եկեղեցուն մոտ լինելու, Աստծու մոտ լինելու հավատն առ Աստված այստեղ մեծ է։ Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանն է օծում Սուրբ Գևորգը, այսպիսով սովորական քար ու փայտից կառույցը վերածելով սրբատեղու։ Մեծամասամբ մեր եկեղեցիները խորհրդային տարիներին վերածվել էին պահեստների եւ եկեղեցին կորցրել էր իր նշանակությունը, սակայն մեր ժողովրդի հոգու խորքում պահպանվել էր հավատքը առ Աստված եւ այսօր էլ ավելի զորանում է այդ հավատքը եւ մեր ժողովրդի զավակները կարողացել են վերակառուցել, վերանորոգել իրենց հավատքի տունը։ Սյունյաց թեմում 2025-ը տոնական էր։ Մի քանի եկեղեցի օծվել ու վերաօծվել են հենց ընթացիկ տարում։ Մի քանիսն էլ աշխատանքների ավարտման փուլում են։ Եթե մտել եք Որոտնավանք, վերակառուցում ենք ամբողջությամբ, այնտեղ արդեն 3 եկեղեցի ունենք։ Ես ցանկություն ունեի, որ այս տարի հասցնենք, բայց թողնում եմ ավելի շքեղ պայմաններում Որոտնավանքի դռները բացենք մեր հավատացյալների առջև։ Վերակառուցվում է Վերիշենի Սուրբ Ռիփսիմե եկեղեցին այս պահին, վերակառուցվածը տեղ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին եւ պատրաստ է վերահսկման, ուղղակի օրը պետք է որոշենք եւ Վահանավանքը պատրաստ է վերահսկման։ Եվ իհարկե որոշ եկեղեցիներ կան, որ մեր հավատացյալները նախաձեռնել են վերականգնելու համար, ես վստահ եմ, որ այդ օրն էլ կգա։ Սուրբ Գևորգը զորավար էր։ Սեպտեմբերի 27-ը պատահական չէր ընտրված։ Հոգևոր դասն ու բոլոր ներկաները աղոթեցին 44-օրյա պատերազմում նահատակվածների հոգիների խաղաղության համար։
Սեպտեմբերի 29-ին ժամը 22:26-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։ Հրդեհի բարդության 1 բիս կանչով դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների արձագանքող ուժերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկհարկանի Բաղդադե շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 30-ին ժամը 00:26-ին, մարվել 02:31-ին։ Հրդեհի հետևանքով այրվել են շինությունը, տանիքով մոտ 375 քառակուսի մետր, մասամբ գույք եւ սարքավորումներ։ Դեպքի վայրում 2 մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն։ Հրշեջ փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։ Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուրյանը։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ 2 երիտասարդ ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ դրանք իրացնում Telegram սոցիալական հարթակի միջոցով։ Տեղեկությունն իրացվեց սեպտեմբերի 25-ին ժամը 16:50-ին Երևանի Արտաշատի խճուղում բենզոլցակայանի դիմաց 23 եւ 29 տարեկան երիտասարդները ձերբակալվեցին եւ վերջինիս վարած Mercedes Magnus-ի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք ու կնիկվեց։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ սեպտեմբերի 27-ին խուզարկություն կատարվեց Mercedes Magnus-ի ավտոմեքենայում։ Հայտնաբերվեց ընդհանուր մոտ 150 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, 127 փաթեթ, եւս մեկը մոտ 7 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Շարուրի փողոցում գտնվող 29-ամյա երիտասարդի փաստացի բնակության վայրում խուզարկությամբ հայտնաբերվեց պլաստիկ տարա 89 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով եւ նույն զանգվածով կպչուն ժապավենի 1 փաթեթ։ Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։ Սեպտեմբերի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6975 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 221 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստաբ 207 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 282 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 20, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող 1, չամրակապված վարելու 1745, առանց մանկական նստատեղի քարսիթի 30, վարելու ընթացքում ծխելու 722, վարելիս հեռախոսից օգտվելու 618, հետիոտնին որ սահմանված վայրով անցնելու 304 եւ 2131 այլ իրավախախտում, 158 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 221-ը տեխնիկական զննություն չանցած, 119-ը լուսարձակների անսարքությամբ, 100-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 75 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16246 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 319 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստաբ 241 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 560, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 6 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 67, չամրակապված վարելու 4559, առանց մանկական նստատեղի քարսիթի 215, վարելու ընթացքում ծխելու 530, վարելիս հեռախոսից օգտվելու 747, հետիոտնին որ սահմանված վայրով անցնելու 75, արագության գերազանցման 2538 եւ 3968 այլ իրավախախտում։ 479 մեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 1008-ը տեխնիկական զննություն չանցած, 990-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 34 բեռնատար, 198-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 38 անձ։